Ինչ նպատակ է իրանից հետապնդում, չեմ վստահում ակցիան։ Ուրեմն ասեմ, որ այսօր ժամը 5-ից սկսած Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է չեմ վստահում ակցիան։ Ուրեմն իրանից ինչ է ենթադրում ակցիան։ Ակցիայի նպատակը մեկն է՝ անվստահություն հայտնել ներկայիս իշխանություններին, ասեմ ինչու։ Ուրեմն բացի այն ամեն ինչ այն process-ները, որ տեղի են ունենում արտաքին քաղաքականության դաշտում, նաև Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրը կրող մի շարք քաղաքացիներ այս պայդրությամբ ապրում են Բաքվի բանտերում եւ մեր իշխանության կողմից միայն եւ միայն տեսնում ենք լռություն, ոչ մի գործողություն եւ ակամայից այդ process-ը, այդ պատկերը վստահություն չի ներշնչում մեզ եւ մեր հանրությանը եւ մենք այս միջոցով փորձում ենք մեր անվստահությունը հայտնել ներկայիս իշխանություններին։ Ասեմ, որ ակցիան ինքն իրենով որպես այդպեսին չունի իրավական հիմքեր, այլ կրում է բացառապես իրազեկող բնույթ, այսինքն մարդիկ մոտենում են իրանց անվստահության թվեն են արտահայտում եւ դրանով շատ կոպիտ ասած իրազեկված են դառնում ավելի։ Մենք նկատում ենք, որ Սրբազան պայքարը պարբերաբար ակտիվանում է ու անդամները հիմնականում երիտասարդներ են։ Ինչով է դա պայմանավորված։ Ուրեմն ասեմ, որ ներկայումս իշխանական քարոզչամեքենայի կողմից շատ մեծ տեմպերով իրականացվում է միկրոպրոցես, որով որ փորձում են քաղաքական process-ների մեջ ներգրաված լինելը դարձնել ոչ մոդայիկ եւ ամոթ։ Ասեմ, որ Սրբազան պայքարի առաջին օրվանից, մեկնարկի առաջին օրվանից շատ երիտասարդներ են եղել process-ի մեջ եւ այդ գաղափարների հետևից մինչեւ այսօր այդ երիտասարդները գնում են, պատրաստ են գնան ու գնալու են մինչեւ հաղթական ավարտը։